Լռություն, որն ավելի վտանգավոր է, քան պատերազմը։ Եթե դուք կարծում եք, որ կրակոցների բացակայությունը նշանակում է անվտանգություն, ապա այս տեսանյութը դիտեք մինչև վերջ, որովհետև իրական վտանգները այսօր չեն պայթում, դրանք սողում են։ Հայաստանի և նախկին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը այլևս միայն ռազմական հարց չէ, սա քաղաքական, հոգեբանական, ժողովրդագրական և տեղեկատվական ճակատամարտ է, որը ընթանում է մեր աչքի առաջ գրեթե աննկատ։ Մաս առաջին Ղարաբաղից հետո ինչ մնաց իրականում։ 2023-ից 2024 թվականներին Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային տեղահանումից հետո միջազգային մամուլը կամաց-կամաց լռեց։ Թվում էր թեման փակվեց։ Բայց իրականում այն միայն սկսվեց։ 2026 թվականին Հայաստանում ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ունեն մեկ ընդհանուր բան՝ նրանք կորցրել են տունը, բայց ոչ հիշողությունը։ Այս մարդիկ չեն հայտնվում վերնագրերում, նրանք չեն մասնակցում քաղաքական բանակցություններին, բայց հենց նրանք են դառնում լուրջ ճնշման գործիք։ Փորձագետների գնահատմամբ տեղահանված բնակչության սոցիալական լարվածությունը, եթե չլուծվի, կարող է վերածվել ներքին ճգնաժամի, որը արտաքին ուժերի համար ամենահարմար սցենարն է։ Մաս երկրորդ. Սահմանը քարտեզի վրա և սահմանը իրական կյանքում։ 2026 թվականին Հայաստանի սահմանները թղթի վրա կարող են նույնը թվալ, բայց իրականում սահմանը դարձել է շարժվող գիծ։ Սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում են անընդհատ անորոշության մեջ՝ այս հողը մե՞րն է այսօր, իսկ վաղը։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացները, որոնք ներկայացվում են որպես խաղաղության քայլեր, շատերի համար ընկալվում են որպես կորուստներ օրինականացում, և հենց այստեղ է առաջանում ամենավտանգավոր պահը, երբ հասարակության մի մասը լռում է հոգնածությունից, իսկ մյուս մասը՝ հուսահատությունից։ Մաս երրորդ. Տեղեկատվական պատերազմը առանց մեկ կրակոցի։ Եթե դուք կարծում եք, որ պատերազմը ավարտվում է զինադադարով, ապա սխալվում եք։ 2026 թվականին Հայաստանը գտնվում է լիարժեք տեղեկատվական ճնշման տակ։ Սոցիալական ցանցերում շրջանառվում են հետևյալ թեզերը. Ղարաբաղը երբեք հայկական չի եղել, Հայաստանը փոքր է դիմակայելու համար, դիմադրությունը անիմաստ է։ Այս թեզերը չեն տարածվում պատահաբար, դրանք մշակված են այնպես, որ կոտրեն ինքնավստահությունը, ոչ թե փաստերը։ Եվ ամենասարսափելին, երբ հասարակությունը սկսում է կրկնել այդ մտքերը որպես սեփական։ Մաս չորրորդ. Մանկահասակ երեխաները, անտեսված զոհերը։ Այս թեմայի մասին գրեթե չեն խոսում։ 2026 թվականին Հայաստանում և տարածաշրջանում մեծանում է մի սերունդ, որը չի տեսել Ղարաբաղը, բայց ժառանգել է դրա կորուստը։ Հոգեբանների տվյալներով պատերազմից հետո ծնված կամ տեղափոխված երեխաների մոտ աճել են տագնապային խանգարումները, ինքնության ճգնաժամը, ապագայի նկատմամբ անվստահությունը։ Երբ երեխան մեծանում է լսելով, որ ամեն ինչ կորած է, նա վաղ թե ուշ սկսում է հավատալ դրան, և սա արդեն երկարաժամկետ ազգային վտանգ է։ Մաս հինգերորդ. Միջազգային խաղը, որտեղ Հայաստանը թիվ է, ոչ թե կողմ։ 2026 թվականին աշխարհը զբաղված է այլ ճգնաժամերով, Հայաստանը այլևս առաջին էջում չէ։ Սա դաժան իրականություն է։ Մեծ պետությունների համար Հայաստանը հաճախ դիտարկվում է որպես տրանսպորտային հանգույց, բուֆերային գոտի կամ բանակցային գործիք։ Երբ քո ձայնը լսելի չէ, քո ճակատագիրը որոշվում է առանց քեզ։ Եվ հենց այստեղ է սենսացիան, ամենավտանգավոր պահը այն է, երբ բոլորը ժպտում են և խոսում խաղաղությունից։ Մաս վեցերորդ. Իսկ ինչ կլինի հետո։ Սա այն հարցն է, որի պատասխանը ոչ ոք բարձրաձայն չի տալիս։ 2026 թվականը անցումային տարի է, կամ Հայաստանը կկարողանա վերակազմակերպել իր անվտանգային, սոցիալական և տեղեկատվական համակարգերը, կամ լռության գինը կդառնա անդառնալի։ Պատմությունը ցույց է տվել, պետությունները չեն կործանվում պարտությունից, դրանք կործանվում են հաշտվելուց պարտության հետ։ Ինչու է այս տեսանյութը կարևոր։ Եթե դուք դիտեցիք մինչև վերջ, ապա արդեն հասկանում եք, այս պատմությունը սենսացիա է ոչ թե որովհետև աղմկոտ է, այլ որովհետև իրական է։ Այսօր Հայաստանի և Ղարաբաղի թեման չի պայթում վերնագրերում, բայց այն շարունակում է փոխել հազարավոր մարդկանց կյանքեր ամեն օր։ Եվ ամենակարևոր հարցը, որ մնում է բաց, մենք դիտորդներ ենք,
թե մասնակիցներ։ Եթե կարծում եք, որ այս թեման պետք է բարձրաձայնվի, բաժանորդագրվեք, տարածեք եւ գրեք մեկնաբանությունում ձեր կարծիքը, որովհետեւ լռությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան պատերազմը։